Շնորհակալություն։ Հարգելի կառավարության անդամներ, հարցս ուղղված է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյան, հարցը վերաբերվում է Դավիթաշենի Անաստաս Միկոյան 64 հասցեի բազմաբնակարան 6 շենքերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացին, քանի որ ինչպես հայտնի է, դուք ներգրաված եք այդ հարցի կարգավորման մեջ, եւ բնակիչները արդեն տևական ժամանակ է ակցիաներ են իրականացնում, պահանջելով իրենց սեփականության իրավունքի վկայականների հարցը լուծել։ Հարցի կարևորությունից ելնելով ուսումնասիրեցի խնդրոարարական, որտեղից հայտնի դարձավ, որ բարձրացված հարցը գտնվում է տարբեր օղակներում՝ սնանկության վարույթ, դատախազություն, վարչական դատարան, կադաստր, կառուցապատող, սեփականատեր եւ այլն եւ մնացյալը։ Մասնավորեցնել բնականաբար գործի դետալները հնարավոր չի լինի, քանի որ իրապես շատ ծավալուն է, բայց մի բան հստակ է, որ մենք որպես պետություն մեր քաղաքացիների խնդիրը պիտի լուծենք, ըստ էության չենք կարող թողել այն ընթացքով, որով գնում է, որովհետեւ շատ երկար կարող է այդ process-ները տևել։ Մենք այնտեղ խոսքը գնում է 4000-ից ավել քաղաքացիների մասին, 1000-ից ավել բնակարանների եւ 4000-ից ավել բնակիչների մասին, ու կարծում եմ, որ այս հարցը մենք պիտի որոշումներ կայացնենք եւ լուծում տանք, խնդրում եմ ձեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Հարցին կպատասխանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, համեցեք պարոն փոխվարչապետ։ Շնորհակալություն պարոն Կարապետյան հարցի համար։ Ճիշտ եք միանշանակ, որ Միկոյան հասցեում կառուցված շենքերի բնակիչները անցյալ ամիսների ընթացքում տարբեր դիմումներ են ուղղել պետական կառավարման, այդ թվում գործադի իշխանության տարբեր թևերի, հաշվի առնելով հատկապես, որ հարցը վերաբերում է իրավունքների գրանցմանը, եւ իմ համակարգմամբ վարչապետի հանձնարարությամբ մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, նպատակ ունենալով բարձել, թե կառավարության իրավասության շրջանակում ինչ անելիք կա։ Շատ հստակ եմ ուզում լինի, որ մենք որևէ բան չենք քննարկում, որը դուրս է կառավարության իրավասության շրջանակներից, եւ հարց փորձում ենք հասկանալ միայն այն տեսանկյունից, թե արդյոք կան հարցեր, որ պետական կառավարման գործադի իշխանության տարբեր կառույցներ կարող են օրենքի սահմաններում լուծել։ Կար մանրամասների մասին չեմ խոսի, որովհետև դրանք մի քիչ նաև զգայուն կողմեր են պարունակում, դուք արդեն նշեցիք, որ կա նաև հարուցված սնանկության վարույթ, եւ սնանկության վարույթը հենց նրա համար է, որ բոլոր կողմերի իրավունքները պաշտպանված լինեն։ Գիտեք, կան մի կողմից իրավատեր քաղաքացիներ, ովքեր տարբեր իրավունքի հարաբերությունների շրջանակում մի դեպքում գնման պայմանագիր կա, մեկ այլ դեպքում այլ հարաբերություններ կան, ձեռք են բերել բնակարաններ, իրականում նաև այդ բնակարանների մի զգալի մասը պատրաստ է շահագործման, ըստ էության, եւ մենք կանգնած ենք այն խնդրի առաջ, որ այդ մարդիկ չեն կարողանում գրանցել իրենց իրավունքները, եթե արդեն հասել է օրենքով նախատեսված պահը։ Կար հուսադրող մի ընթացք, երբ որ մենք հետևելով process-ներին նկատեցինք, որ բանկի կառուցապատողի եւ քաղաքացիների համաձայնությամբ մի քանի տասնյակ քաղաքացիներ հասան կադաստրում իրենց իրավունքների գրանցմանը, եւ այդ պահին, երբ որ առնվազն ձեր կողմից նշված 1000 բնակարանատերերից մի քանի հարյուրը, ովքեր ոչ մի խնդիր չունեին իրավունքի տեսանկյունից, նաև ուզում եմ ասել, որ բոլորը համագործակցող են եղել այդ ընթացքում, չի եղել մի կողմ, որ չձգտի հարցը խելամիտ սահմաններում կարգավորել, հասանք մի պահի, որ հարցերը առաջացան ավելի վաղ պատմությունների հետ կապված, որոնք վերաբերում են առհասարակ այդ հողամասերը, որի վրա կառուցված են այդ շենքերը տասնյակ տարիներ առաջ օտարվելու պատմությանը։ Հիմա այդտեղ նույնպես իրավական process կա եւ ցավոք սրտի մեր իրավակարգավորները այնպիսին են, որ ես ցավոք սրտի եմ ասում, որովհետեւ դա տվյալ դեպքում խոչընդոտ է, բնակարան ձեռբերողը ձեռք է բերում նաև հողամասի նկատմամբ բաժնային իրավունք։ Իսկ երբ կադաստրը գիտի, որ այդ բաժնային իրավունքի նկատմամբ հողամասի նկատմամբ վիճարկվող հարցը նա չի կարող նման գրանցում կատարել։ Հիմա մենք քննարկում ենք ընդ որում գուցեև օրենքը փոխելու ճանապարհով, որ արկախենք հողամասի նկատմամբ իրավունքի գրանցումը, բայց թույլ տանք, որ բնակարանի նկատմամբ իրավունքների գրանցումը շարժվի առաջ։ Եթե դուք արձագանքեք, ես ավարտին կհասցնեմ բարձրաբանումը։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Խաչատրյան։
հողամասի ավելի վաղ խնդրին եմ ծանոթ, այնտեղ այդ հողամասը երկու սեփականատերերի միջև է բաժանվել, մյուս մասում կառուցապատումներ արվել են եւ հենց այս պահին գրանցումներ արվում են, իսկ որտեղ խնդիրը առաջացել է, այնտեղի մասով կարծես թե ավելի մեծ խնդրեմ է դառնում։ Հիմա մեզ ինչ է խանգարում, որ մենք մարդկանց գրանցումները անենք, խնդրից դուրս հանենք, հետո մնացած process-ները շարունակական գնան։ Եթե որովհետեւ ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ կարող է հասնի այնպես բանի, որ հիմքերը գտնվեն, որ ապօրինի են արվել հողի գրանցման եւ պետքա հետ վերադարձվի համայնքին։ Օրինակ, այդքան բնակիչներով հանդերձ դա կարծում եմ լուծման չի, այնպես որ ուշ թե շուտ մենք լուծելու ենք խնդիրը, տարբերակ չունենք, կարծում եմ, բայց նաեւ մտածում եմ, որ կարելի է դա ավելի շուտ անել, բնակիչներին ազատել այս հոգսերից։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, մենք կարող ենք անել միայն այնպիսի քայլեր, որոնց համար օրենքով լիազորված են։ Կառավարությունը այդպիսի առանձնահատկություն ունի։ Եվ եթե կադաստրի կոմիտեն սահմանափակված է իր գործողություններում, չի կարող օրենքի պահանջը շրջանցելով գրանցումներ կատարել եւ դա մարդկանց կապակցումնորոշ եւ կադաստրի կոմիտեն իր իրավասությունից դուրս կգա։ Մենք այլ բան ենք անելու։ Մենք դուրս կբերենք բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, եթե դրանք միայն կառավարության իրավասության տիրույթում լինեն։ Այդպիսի կարծիք էլ կա, թեև դա մի քիչ ավելի անվստահ կարծիք է, ապա կգնանք այդ եղանակով պարզաբանումների, եթե պետք է օրենքով փոփոխություն, կգանք ազգային ժողով, կբացատրենք, կփոխենք այն կարգավորումները, որոնք պահանջում են այդ գործընթացը շարունակելու համար եւ այդ դեպքում եւ այդ պայմաններում մեր բոլոր քաղաքացիների իրավունքները հարգելով եւ պաշտպանելով կգնանք դեպի իրավունքների գրանցում։ Բայց ուզում եմ տեղեկացնել, որ այնտեղ էլի շերտեր կան, որոնք ես այս ամբողջից չեմ կարող քննարկել, խոսքը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց հարաբերությունները օրենքով սահմանված կարգով գրանցել են։ Կան մարդիկ, ովքեր վճարումներ են կատարել, չեն գրանցել եւ նման ինչ որ բարդ հարաբերություններ կան, մենք այդ դաշտ առնվազն առաջին փուլում չենք կարող մտնել, հետո կհասկանանք։ Շնորհակալ եմ։